Սիրելի եկեղեցի, հիշում ենք, չէ, ինչ պատգամ էինք սկսել Տեր Հիսուսն ինչ էր անում, աշակերտներին կոտրված հույսի ժամանակ հույս է տալիս եւ միաժամանակ խոսում է այնպիսի կարևոր, այնպիսի վարտապետական լուրջ քրիստոնեական կարելի է ասել ողնաշար վարտապետություններից, որ արդեն մի քանի շաբաթ իրար հետ խոսելուց չենք կարող ավարտել, որովհետև ինքը իրապես շատ խորն է։ Առաջին հայացքից կարտացինք եւ գնացինք, ես ինչ պարզ էր, ես ինչ լավ բաներ ասեց Հիսուս Քրիստոսը, բայց իրականում երբ որ ավելի ենք խորանում, իրապես կարելի է եւ պարտավոր ենք ամեն դետալի վրա ավելի մանրակրկիտ աչք դարձնելու։ Մենք պարտավոր ենք ամեն դետալին ուշադրություն դարձնելու, որովհետև սա այս վերջին զրույցի թե Քրիստոսի արարքի, թե զրույցի մեջ այնքան գեղեցիկ խորհուրդներ, այնքան գեղեցիկ բացահայտումներ կային, ինչի համար լված աշակերտների ոտքերը, ինչի համար խոսեց իր միակ ճանապարհ լինելուց, այս ամեն ինչն այնքան գեղեցիկ էր, այնքան կարևոր էր քրիստոնեության մեջ։ Ու այստեղ Տերը շարունակում է։ Մենք անցած պատգամին տեսանք, որ Հիսուս իրենց խռոված սրտերին կարծես թե ուժ է տալիս, ասում է թող չխռովի ձեր սրտերը։ Այն որ արդեն կոտրվել էին, հույս չունեին, ոնց թե մենք Մեսիային սպասել ենք, որ պիտի գա ամեն այս մեր Իսրայելի տանջանքները վերացնե, Մեսիան եկել է սերելի պիտի էստամ ու դաժան, դուք չեք կռնան տեղ կա, լրիվ խուճապեր, լրիվ մի հատ ու այդ անհուսության ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսը հույս կտակ սեյսեմ ճանապարհը։ Այս ճանապարհի վրա կանգնողը հավիտենապես ընձի է եղնելու։ Ասում է, որ ես որ գնում եմ, այս աննպատակ չէ, իմ գնալս ձեզ համար տեղ պատրաստելն է։ Տալիս է հավիտենական կյանքի տեսլական, տալիս է իմաստ, տալիս է այդ կարևոր գաղափարախոսությունը։ Եվ ասում է, որ ես լինեմ, դուք էլ կգաք ու այդ իմ հետ կլինեք։ Ու այդ ամեն ինչից հետո Թովմասն էլ կսե Տեր, մենք չգիտենք թե որտեղ ես գնում եւ ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ, Հիսուսը կսե այն որ ես գնում եմ, այդտեղ ձեր գալու ճանապարհն եմ ես։ Ամեն բան տեսեք իմ մեջ։ Ու երբ որ արդեն կխոսան Աստծուն էլ ցույց տուր մեզի, Հիսուսը ամեն բանի մեջ իրան ցույց տալով կուկա կհասնի, կսե այն որ կուզեք Աստծուն տեսնիք, էդել եմ ես։ Ու այնքան խորն է այս վերջի զրույցը իր աշակերտների հետ, այնքան բան ունենք վերցնելու։ Եկեք կարդանք Հովանու 14:7-ից 10 համարները։ Ինչ որ հասերին կդի կխոսանք, էլի թեման երկար է եղնելու։ Առաջին հայացքից 3 համար ունենք, բրիսենք մի այս 3 համարն ինչ է, արագ խոսանք երթանք, բայց ուզում եմ ավելի մանրակրկիտ դետալ նայելով գնանք։ Ուրեմն Եթե ինչ գիտենայիք, իմ հորն էլ կգիտենայիք, որ սրանից հետո կգիտենաք նրան եւ տեսակ նրան։ Հետաքրքիր է, չէ՞։ Ասում է կգիտենաք նրան սրանից հետո եւ տեսակ նրան ապագայով եւ ներկայով։ Փիլիպոսը նրան ասեց. Տեր, հայրը ցույց տուր մեզ եւ բավական է մեզ։ Հիսուս նրան ասեց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինչ չճանաչեցիր, Փիլիպոս, ինձ տեսնողը հորը տեսավ։ Եվ դու ինչպես ես ասում, հայրը ցույց տուր մեզ։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրն ինձանում է։ Այն բանը, որ ես խոսում եմ ձեզ, ինձանից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում։ Նա է գործում այդ գործերը։ Հիմա նայեք, հավանաբար 10-րդ խոսքը անցած պատգամի շրջանակներում ավելի մանրակրկիտ կխոսանք։ Բայց այսօր կուզեմ գոնե մինչև 9-րդ համարը այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինձ չճանաչեցիք, նոր տեսանք այս շաբաթների ընթացքում տեսնում ենք, երբ որ խոսքը գնում է ողորմության միմյանց ծառայելու լավագույն օրինակը Հիսուսն է, երբ որ խոսքը գնում է Հիսուսի գնալու, Հիսուսի որ Հիսուսն է գնում այնտեղ գնալու մասին, Հիսուսն ասում է նաև այդտեղի ճանապարհն եմ ես։ Հիմստեղ արդեն եկե հասել ենք ակատնագետին, երբ որ արդեն մարդիկ կփապագեն Աստծուն տեսնին, Հիսուս կսե էդել եմ ես։
Այդ միջոցով կարող մենակ տեսնիք։ 7-ից 11 հատվածի մանրամասն որոշակի բացատրություններ կենենք, հետո էլի համար կերտանք։ Եթե ինչ ճանաչեիք իմ հորն էլ ճանաչած կլինեիք, բայց այսուհետև ճանաչեցիք նրան եւ տեսաք, այստեղ ինչի մասին է խոսքը։ Ինչ ճանաչողության մասին է խոսում։ Սա պայմանական արտահայտություն է։ Եթե ինչ ճանաչեիք, խոսքն իր մեջ կենտադրե, որ աշակերտները դեռ լիարժեք չեն ճանաչել Հիսուսին։ Ասել են Տեր, վարտապետ, Աստծո որդի, բայց լիարժեք էլի քրիստոսաճանաչողություն չունին իրենց մեջ, եւ այստեղ ճանաչել բառը գինոսկո հունարեն բառն է, որը կնշանակե խորը անձնական իմացություն, ոչ թե մագերեսային տեղեկություն Հիսուսի մասին։ Այսինքն դուք ինձ չեք ճանաչել, այսքան ժամանակ ձեզի հետ եմ, ու ինձ չեք ճանաչել։ Եթե ինձ ճանաչեիք, այդ ճանաչել բառը, եթե ինձ ճանաչեիք խորը անձնական հարաբերությունների իմացության մագարտակով, հորն եք ճանաչեիք։ Սա Հիսուսի ճանաչողությունը մեծ հաշվով մեր քրիստոնյաներիս համար էլ ինքը ունի աստիճանական ճանաչողություն։ Աշակերտները ֆիզիկապես գիտեին Քրիստոսին։ Այսքան ժամանակ Հիսուսի հետ եղել էին, բայց լիովին չէին հասկացել։ Մենք էլ երբ որ գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոսը, ինչ որ մի մագարտակի վրա գիտենք Քրիստոսի մասին։ Բայց ժամանակ առ ժամանակ մեր մոտ լավ գիտենք, որ Հիսուս սուրբ է, իրեն ճանաչելով ավելի ենք խորանում իր սուրբ լինելու գաղափարի մեջ։ Հիսուս արտար է, ժամանակի ընթացքում ինչքան իրեն ճանաչում ենք, այդքան լավ ենք հասկանում ինչ է նշանակում արտարությունը։ Հիսուս կատարյալ է, իրան ճանաչելով հասկանում ենք այդքան, սա աստիճանական ճանաչողություն է, եւ աշակերտները կարծես թե մի գիտական փուլ անցել են, որոշակի ընդունելություն Քրիստոսի լինելու մասին ունեն, բայց լիարժեք գաղափար անձնական մագարտակով ճանաչողություն չունեն։ Եվ Հիսուսն այստեղ անուղղակի կերպով հանդիմանում է։ Հիսուսի խոսքերում կա մեղմ հանդիմանություն, այսքան ժամանակ լինելով ձեզ հետ, ինչ չճանաչեցիք, այսքան ժամանակ են անցկացրել Հիսուսի հետ ու չեն ճանաչել Հիսուսին։ Ու այստեղ նաև տեսնում ենք նույն համատեքստի մեջ Հիսուս Քրիստոսի եւ Հայր Աստծո կապը։ Հիսուսը հաստատել որ իրեն ճանաչելը համատեքստում հավասար է հորը ճանաչելուն։ Եթե դու Հիսուսին ճանաչում ես, դու չես կարող խուսափես հորը ճանաչելուց։ Եթե Հիսուսին ճանաչում ես, հորը անպայման պետք է ճանաչես։ Այսինքն ոչ թե ճիշտ է հայրը մեզի կհայտնի Հիսուսի մասին Սուրբ Հոգու միջոցով, բայց հորը ճանաչելու համար մենք պարտադիր պետք է Հիսուսին հասկանանք ու հավատանք այնպես ինչպես հորը։ Եվ այստեղ նաև տեսնում ենք ժամանակային շրջադարձ։ Սրանից հետո Հիսուսն ասում է, բայց այսուհետև ինչ է ասում, բայց այսուհետև ճանաչեք եւ կճանաչեք։ Ինչ է նշանակում բայց այսուհետև արտահայտությունը։ Ապ արտի հունարեն ցույց կտա շրջադարձային կետ, որ այժմ այս պահից սկսած, եթե մինչև այդ չեք հասկացել, որ ով ինձ տեսավ, հորը տեսավ, այս պահից սկսած, մինչդեռ մենք կխոսանք, դուք կսկսեք տեսնել հորը իմ մեջ։ Միտքը պարզ էր։ Ինչ է ասում։ Ներկա եւ անցյալ ժամանակներով է խոսում։ Ճանաչեցիք եւ տեսաք։ Ճանաչեցիք անցյալ ժամանակով է, մինչև ես կճանաչենայք գիտեիք ով են, ինչը հավանաբար ցույց կտա Հիսուսի առաքելության
ամբողջ բովանդակությունը։ Մինչև օրս դուք ինձ ճանաչել եք իմ առաքելության ամբողջ բովանդակությամբ։ Բայց հիմա արդեն կճանաչեք, որ այդ ամեն ինչը կիրառվել է եւ եղել է հոր դրսևորմամբ։ Եվ այդ խոսքից հետո, երբ որ Տեր Հիսուսն ասում է, նայեք, մի հատ է կարտամ։ Եթե ինձ գիտենայիք, իմ հորն էլ կգիտենայիք։ Եվ սրանից հետո կգիտենաք եւ տեսաք նրան։ Փիլիպոսը նրան ասեց. Տեր, հայրը ցույց տուր մեզ եւ բավական է մեզ։ Ու Փիլիպոսը անմիջապես նորից եբրայեցիներին 100 մի հատ բան կպահանջեք, ասե մեզի հորը ցույց տուր։ Ինչ կուզե, աստվածային արդահայտության փնտրտուք է աշակերտների մեջ։ Հրեական ավանդույթներում մենք տեսել ենք, որ Աստծուն ընտրելը հիմնարած ինչ ասեմ, ոնց որ սովորի տեղներ։ Ելից 33:18-ի մեջ մենք դիք տեսանք, երբ որ Մովսեսը խնդրեց, որ Աստված երևա իրան։ Ելից 33-34 գլխների մեջ Մովսեսը կփնտրե ու կսե Տեր Աստված, ըմպես երալ ես քեզի տեսնիմ։ Ու ինչ տեղի կունենա։ Իսրայելի ազնեքս է, թե մեզի մեսերա որ մենք է տեսնենք Աստծուն ու Աստծո ձայնը լսենք։ Ու կարծես թե հրեաների մեջ այդ Աստծուն տեսնելու փապագը սա ժառանգաբար եկած մի հատ բան է, այսօր աշակերտները ովքեր տեսել են արդեն ամեն զորությունն ու ամեն բաները, որ իրապես Հիսուս Աստվածորեն կատարում է, նորից ասում են ցույց տուր մեզ։ Այս աստվածային արդահայտության փնտրտուքն է, ինչպես ասացինք։ Փիլիպոսը Աստծուն կփնտրե ավելի ուղղակի։ Տեսանելի արդահայտությամբ։ Բայց աստվածաբանության մեջ մենք շատ լավ գիտենք, որ Աստծուն տեսնել անհնար է։ Իսկ եթե փառքը տեսնի մեղավոր անձը, կմեռնի անմիջապես, որովհետև մեղքն ու այդ կատարյալ սրբությունը այնօքս Աստված մաշող կրակ է, կոչնչացնե մեղավորին։ Ու իրանք կկարծեին, որ Աստծուն տեսնելը կբավարարե իրանց այն խորագույն հոգևոր կարիքները, կհեռացնե բոլոր կասկածները։ Մեր քրիստոնեական մակարդակի մեջ Աստծուն տեսնել կամ Աստծուն հավատալ, Աստված ամեն բան արել է այնպես, որ կենտրոնացած լինի Աստվածաշնչի վրա հավատքը լսելուց է լսելն Աստծո խոսքից։ Այսինքն մենք պիտի Աստծուն հավատանք Աստվածաշնչյան մակարդակով։ Փիլիպոսը ուներ սխալ ընկալում։ Աստվածաբանական անհասկացողություն ուներ։ Չէր հասկնա, որ Հիսուսն արդեն Աստծու կատարյալ դրսևորումն է, Աստծու կատարյալ հայտնությունն էր։ Քրիստոսի մեջ, որին իրենք տեսել էին, շոշափել էին, գուցե գրկել էին։ Լա դու պատկերացնեք, կը Քրիստոսին գրկել էին։ Դու պատկերացնեք, կը հետը քելել էին, հաց էին կերել։ Ու այդ ամեն ինչը սխալ ընկալման պատճառով ասենք չեն հասկացել, որ հենց նույն ինքն է Աստվածը, ում որ իրանք փնտրեն։ Իրանք տեսնում են, որ ֆիզիկական տեսնելը հոգևոր ընկալման լավ ուղին է։ Բայց եկեք մի հատ նորից քննենք մարդկային բնությունը։ Հիշում եք մի քանի պատգամներ առաջ, երբ որ Հիսուս Ղազարոսին հարություն տվեց, ասեցին, «Երտանք հարություն առածին է սպանենք, հարություն առնողին էլ»։ Տեսնում եք, որ Հիսուս շատ շատերին բժշկեց, ասում է Հիսուսին հավատացին, որովհետև իրանց բժշկեց։ Այսինքն ֆիզիկական տեսնելը կարող է ինչ-որ մի մակարդակի հավատք դրսևորել, բայց սա չի կարող հոգևոր մակարդակի մեջ որևիցե արժեք ունենա, որովհետև շարունակություն է այն մտքի մեջ, երբ որ կսե ոմանք եկան Հիսուսին հավատացին, որովհետև նրա հրաշքներն էին տեսել, կսե բայց Հիսուսն նրան չէր հավատում, որովհետև նրանք հավատում էին, որովհետև նրա հրաշքներն էին տեսել, այսինքն բուն նպատակը Հիսուսի հրաշքները տեսնելն էր։ Եվ Հիսուսը այնտեղ ասում է. այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինչ չճանաչեցի Փիլիպոս, ով ինձ տեսավ հորը։ Ուզում եմ ճիշտ նկատեք նախադասությունը, ասում է հորը ցույց տուր մեզ, անznավորում է մատնացույց է անում հորը։
Հայր գաղափարախոսությունը Իսրայելի լեզվաբանական տրամաբանության մեջ Աստված բառն է։ Հիշում եք միտեղ էլ Հիսուս ասում է. դուք ձեր Աստծուն հայր եք անվանում եւ այլ, բայց դուք սատանայի զավակներ եք, իժի զավակներ եք, եթե ձեր հայրը Աստված լիներ, այսինքն այստեղ ցույց կտա, որ հստակ հայր գաղափարը հրեական մշակույթի մեջ Աստված գաղափարն է։ Երբ որ այս տերմինոլոգիայի մեջ կխոսան, երբ որ այս գաղափարախոսության մեջ կխոսան, հայր ասելով ցույց տուր մեզ հորը, կարծես թե ասում են ցույց տուր մեզ Յահվեին, ցույց տուր մեզ Աստծուն։ Եվ երբ որ արդեն մատնացույց են անում Աստծուն, մեզ ցույց տուր, Հիսուսը ինչ է ասում, ասում է այսքան ժամանակ ես ձեզ հետ եմ, այսինքն ասում է որ ես եմ այն, ում դուք փնտրում եք, ես ձեզ հետ եմ։ Ցույց տուր Աստծուն, ես ձեզ հետ եմ։ Ցույց տուր Աստծուն, ես ձեզ հետ եմ։ Սա աղանդավորների փորից հավն է, այս արտահայտությունը։ Եվ չեն է տեսնում, չեն է հասկանում, բայց իրականության մեջ ասում են ցույց տուր հորը, ասում է ես էստեղ եմ։ Ցույց տուր հորը, այսքան ժամանակ ձեզ հետ եմ, չճանաչեցիք։ Ցույց տուր հորը, ես եմ։ Սա հասկանալու ենք ավելի մանրակրկտորեն։ Ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Միաժամանակ ասում է, որ ցույց տուր հորը, ես այստեղ եմ, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Միաժամանակ միացուլում է եւ միաժամանակ տարանջատում է։ Որպես անձնավորում է եւ միացուլում է, որպես Աստված մեկ, այսքան ժամանակ ցես հետ եմ եւ ինչ ճանաչեցիք, հաջորդական նախադասության մեջ ասում է. ինձ տեսավ, հորը տեսավ։ Երկու տարբեր անձերից է խոսում։ Սա Հիսուսի զարմանքն էր, որ այսքան ժամանակ ցես հետ եմ ինչ ճանաչեցիք, ու Հիսուս ինքը տալիս է այս կարևոր հարցի կարևորությունը։ Հիմա նույն սկզբունքով եկեղեցիների մեջ կարող է մարդիկ տեսնենք, ովքեր դեռ փնտրում են Աստծուն, ուր Աստված տեսինք Աստծուն եւ այլ, ժողովուրդ ջան, այսքան ժամանակ տեսակ Հիսուսին այս խոսքի մեջ, ուրեմն հորն էլ տեսակ։ Հələ չեք ճանչծը։ Եվ այստեղ ժամանակի արտահայտության հարց կար։ Հիսուս ասում է այսքան ժամանակ 3 տարի ձեզի հետ եմ, 3 տարի դուք եք ինձ հետ, ունձի չճանչծակ։ Ու այստեղ կա նաև հիաստապության մասին ուսուցում։ Այստեղ տեսնում ենք ուսուցչի հիաստապությունը, երբ որ աշակերտները բաց են թողել իր առաքելության հիմնական դասը։ Երբ որ դուք եք լինելով եկեղեցում, կարող եք դեռ հորը փնտրեք, բայց եթե Քրիստոսին ունիք կամ լիարժեք չեք գիտեցել, լիարժեք չեք հավատացել Քրիստոսին, ուրեմն սա ուսուցչական մի քիչ հիաստապություն կեղնի, հիմնական դասը բաց եք թողել, Հիսուսն Աստված է։ Նույն սկզբունքով հիմնական դասը բաց են թողել առաքյալները։ Սա աստվածաբանական սկզբունքի տեսակետից նայենք, որդին հոր կատարյալ պատկերն է։ Ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Սա Հովանես Ավետարանի ամենաճճացող տեսարանն է։ Սկզբում էր բանը եւ բանն Աստծու մոտ էր եւ բանն Աստված էր, ամեն բան նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ։ Հիսուս մի քանի անգամ ասում է. ես եւ հայրը մի ենք։ Անգամ ցույց է տալիս, որ եկեղեցին միաժամանակ հոր եւ որդու ձեռքերում է, բայց ներկայացնելով որպես մեկ ձեռք։ Քրիստոսաբանական նշանակությամբ այս արտահայտությունը, այս հայտարարությունը Հիսուս Քրիստոսի կողմից տարել է քրիստոնեական եկեղեցու քրիստոսաբանության համար ամենակարևոր կետը, որը ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ, հայրների մեջ է։ Դրանից հետո Հիսուսն ասում է. սա այսպես ասած, փոխադարձ բնակության խորհուրդն է։ Պերիխորեսիս, այսպես է կոչվում է սկզբունքը։ Այս արտահայտությունը զարգացել է հետագայում որպես պերիխորեսիս։ Աստվածաբանական հասկացողություն է սա, որը նկարագրում է երրորդության, նկարագրող հասկացողությունն է, որը կնկարագրի երրորդության
անձերի փոխբնակությունը, փոխադարձ բնակությունը միմյանց մեջ, ես հոր մեջ եմ, հայրը իմ մեջ է, Սուրբ Հոգին հոր մեջ է, որդու մեջ է, որդին Սուրբ հասկանում եք, չէ՞։ Սա փոխբնակության մասին է, երբ միաձուլված են Աստված գաղափարի մեջ, բայց միաժամանակ երեք տարբեր անձեր են։ Սա փոխադարձ ներթափանցում է մեկը մեկի մեջ։ Կորինթացիների մեջ մի նման բացատրողական հատված կա, երբ որ ասում է Աստծո խորքերը ով կարող է հասկանալ, եթե ոչ Աստծո հոգին։ Այսինքն Սուրբ Հոգին ներթափանցում է Աստծո խորքերը Աստծո մեջ, այսինքն սա փոխ ներթափանցում է։ Հայրը Սուրբ Հոգու բաները կատարելակերպ ներթափանցումով գիտե, նույն ձևի Սուրբ Հոգին։ Հիմա նայեք, եթե մի քամի այստեղից է գալիս, մյուսն այստեղից է գալիս, ինչպես են իրար մեջ միաձուլվում։ Ի սկզբանե սա ուրիշ տեղից է գալիս, սա ուրիշ, երբ որ միաձուլվում են, սա միաբանվում է, մեկ է դառնում։ Դու իրան նույն ձևի այսպիսի մի օրինակ կա, երբ որ մենք տեսնում ենք կրակը, չէ՞, ինքը կրակ է։ Մեկ էություն է, ինքը կրակ է կոչվում, բայց այդ կրակը ունի 3 հատկանիշ, չէ՞, օրինակ, ջերմություն ենք տեսնում, լույսն ենք տեսնում եւ էներգիա կարող ենք վերցնել այդ կրակից։ Սա փող ներթափանցման մոտավորապես բացատրություններ են։ Մոտավորապես, որտեղ լիարժեք կերպով հասկանալ Սուրբ Երրորդությունը, դա նշանակում է լինել Աստված։ Սա մեր գաղափարից վեր է, բայց միաժամանակ ունենք բավական ապացույցներ եւ բավական ըմբռնում այն բանի շուրջ ըստ Աստվածաշնչի, որ այո, մենք կարող ենք տեսնել եւ հասկանալ, որ Աստված Սուրբ Երրորդություն է։ Սա նաեւ արտահայտում է անբաժանելի միության մասին, հոր եւ որդու։ Սա անբաժանելի է եւ նկարագրում է ինքնության նույնությունը։ Հայրն էլ որդին էլ ունին աստվածային ինքնություն։ Էության ու կամքի ու կատարյալ միության գաղափարախոսությունն է։ Ու սրանից հետո Հիսուս հավատքի կոչ է անում։ Հավատքի կոչն էլ անում է հարցնականի ձևով։ Չես հավատում, այսինքն հավատա։ Չես հավատում։ Այստեղ նաև տեսնում ենք Հիսուսի հեղինակությունը։ Հիսուսը ակնկալում է, որ աշակերտները լսեն եւ ընդունեն իր ուսմունքը հիմնված իր աստվածային հեղինակության վրա։ Հավատքի առարգան ո՞րն է այս ամեն ինչի մեջ։ Կոչ է արվում հավատալ ոչ թե պարզապես Հիսուսին, այլ նրա եւ հոր միջև եղած աստվածային հարաբերություններին։ Մարդիկ կանգնեն, չէ՞, թե մենք Աստծուն հավատանք, բայց թե Հիսուսին չենք հավատա։ Մենք չի կարող այդպես եղնի։ Հավատաս Աստծուն ու Աստված Հայր է, Որդի ու Սուրբ Հոգի։ Հիսուսը նաև այս հավատքի համար ներկայացնում է որպես աղբյուր խոսքը, որի մասին հետագայում խոսելու ենք հաջորդ պատգամին, որ այն ինչ ես ձեզ խոսեցի, ոչ թե ինձանից խոսեցի, այլ հորից խոսեցի, եւ ամբողջ հավատքը կենտրոնացնում է կրկին խոսքի մեջ։ Եվ նույն համատեքստում նաև ասում է, որ այս հավատքը ունի աստիճանական բնույթ, այսինքն գոնե գործերի համար հավատայիք։ Այսքան ժամանակ ցեզի հետ եմ։ Այսքան ժամանակ որ ցեզի հետ եմ ինչ եմ եղել։ Մեռել եմ հարություն տվել։ Այսքան ժամանակ որ ցեզի հետ եմ ինչ եմ եղել։ Ինչ չեմ եղել։ Ամեն բան ինչը կարային է Աստված, մեղքերից ներելու, մարդկանց միտքը կարտալու, սիրտը կարտալու, ամեն ինչ ինչը հարիրը միայն Աստծուն։ Եթե ինձ գիտենայիք, հորն էլ կգիտենայիք։ Սրանից հետո կգիտենաք նրան եւ տեսաք նրան։ Հնարավոր է մեկնաբանել բնագրի լեզվական եւ պատմական համատեքստում։ Հիմա սա ենք նայում։ Հունական բնագրերում այս համար ունի որոշակի նրբություններ, որոնք կարող են ամբողջական իմաստը հասկանալի դարձնել։ Հիսուսը խոսակ է իր հոր եւ իր մեջ գոյություն ունեցող խորը կապի մասին։ Համարի ավելի առավել հավաստի մեկնաբանությունը։
Պայմանական կառուցվածքը էս է, եթե ինձ գիտենայիք։ Արդայդությունը կենտադրե իր մեջ, որ աշակերտները դեռևս լիովին չէին հասկացել Հիսուսին, գինոսկո բառն է, որը կնշանակե ոչ թե միայն գիտական գիտելիք, գիտական մակարդակով, այլ խորը անձնական ճանաչողություն Հիսուս Քրիստոսին։ Եթե ինձ գիտենայիք խորը անձնական ճանաչողության մակարդակով, ոչ թե լոկ գիտականով, որ ես եմ Մեսիան Քրիստոսն եկա։ Անձնական գիտական մակարդակի մեջ այս պատկերն ավելի մեծ է։ Ես եւ հայրը մի ենք, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Ես Աստված եմ։ Եվ շարունակությունը։ Իմ հորն էլ կգիտենայիք։ Ցույց կտա, որ Հիսուսի իրական ճանաչողությունը անխուսափելիորեն, ինչպես եւ ասացինք, հանգեցնում է հոր ճանաչման։ Սա ցույց է տալիս Հիսուսի եւ հոր գոյաբանական կապը։ Ինչ է նշանակում գոյաբանական կապը։ Հավիտենական, անսահման կապը։ Եվ ժամանակի շեշտադրում էր անում, ինչպես եւ ասացինք։ Եվ սրանից հետո կգիտենաք նրան, արդայդությունը վերաբերվի հիմնականում ապագային։ Արդայդությունը կնշանակե ապարտի բառն է հունարենում, այսուհետ կամ այժմ սկսած, այս վայրկյանից հետո։ Այսինքն Հիսուս սկսե այս պահը, երբ որ մենք իրար հետ կանգնած խոսանք այս կարևոր ճշմարտությունների մասին, սա շրջադարձային պահ է։ Սրանից հետո դուք կունենաք այլ ընկալում իմ մասին եւ հոր մասին։ Այսինքն ճանաչողության մասին է խոսքը։ Եվ դրանից հետո ասում է ավարտված գործողության տեսակետից է ասում։ Ինքը խոսում է, բայց ասում է, որ այնպես է խոսում, կարծես թե այս գործողությունը, որ դուք պիտի արդեն իմանաք, արդեն ավարտված է։ Հիմա արդեն իմանալու ժամանակն է։ Եվ տեսակ նրան արդայությունն է անում Հիսուս, հունարենում անցյալ ժամանակով է, նշանակելով, որ արդեն տեսել են հորը, մինչև անգամ խոսքի մակարդակով Հիսուսի բացադրելը կամ բացահայտելը, իրանք արդեն տեսել են հորը։ Այսինքն տարօրինակ կթվա, քանի որ հաջորդ համարներում Փիլիպոսը կխնդրի, որ ցույց տա իրան հորը։ Այսուհետև դուք տեսաք։ Ինչ է համատեքստը 14-ից 1-ից 14-ի միտքը։ Այս համարը մաս կկազմի Հիսուսի խոսքերի անհրաժեշտության, որտեղ ինքը կնախապատրաստի աշակերտներին իր մահվան համբարձման համար։ Հիսուսը կսե օրա ու կհաստատի, որ իրան ճանաչելով, իրան կճանչնան հորը, քան որ ինքն ու հերը մեկ են, որպես Աստված մեկ բնություն ունին, ու այս ամբողջ նպատակը հետևյալն է, որ Հիսուսը աշակերտներին եւ մեզի արդեն 2000 տարի տա լիակատար հայտնություն Հայր Աստծո մասին։ Ինքը ցույց կտա, որ աշակերտները Հիսուսի հետ ապրելով, իր գործերը տեսնելով, ականատես են եղել հոր դրսևորման տարբեր կերպերով։ Չի եղել էլիքսը մի կերպ, որ Հայր Աստված Հիսուսի միջոցով դրսևորված չլինի։ Աստծո հատկանիշները որոնք են։ Տեր լինել բնության վրա, ֆիզիկայի օրենքի, տեր լինել մարդկանց հոգիների վրա, մարդկանց մտքերի վրա, ամեն ինչի վրա, եւ պլյուս դրան գործել այնպիսի հրաշքներ, որը աշխարհի սկզբից մինչև վերջ չի եղել։ Քսե գիտենք, որ աշխարհի սկզբից մինչև վերջ չտեսանք, որ մեկը, որ իր ծնկույրը մեկից տեսնի, պես բան չի եղել։ Ու Հիսուսի մեջ մենք տեսանք Հայր Աստծո արտահայտությունը լիարժեք կերպով։ Այդ գործերով եւ այդ գործերը տեսնելով, այդ ամեն ինչը տեսնելով աշակերտները դե չէին եկել գիտակցությանը, որ Հիսուսը հենց այն է, որ գալու էր, որ խոստացված էր։ Հետագա իրադարձությունները, Հիսուսի մահը, հարությունը, Սուրբ Հոգու գալուստը պետք է բացե աշակերտների աչքերը, որ ճշմարտությունն ավելի ըմբռնեն։ Եվ որ ասում է, որ այսուհետև կգիտենաք, նշանակում է, որ այսուհետև իմ մահվան, հարության, համբարձման եւ Սուրբ Հոգու գալստի միջոցով լիարժեք կերպով կգիտենայք, որ ես այն եի, որ պետք է գայի։
Այսինքն այս պատմական իրադարձությունը, որի մասին ես ձեզ հետ խոսում եմ մինչև հիմա, ձեզ բացատրում եմ, որ գնում եմ, որ ձեզ համար տեղ բաներ եմ պատրաստեմ, ես գնում եմ, որ ձեզ համար որ դուք ել կաք այնտեղ, որտեղ ես լինեմ եւ այլ, եւ նաեւ այս ամբողջ զրույցը Հիսուս եզրափակում է այս բանով, որ այ մինչև այս 3 տարի դուք ընձետ այս ամբողջ ճանապարհով եկաք հասակ, հիմա իմացեք, որ դուք սկան ժամանակ քելել եք Աստծո հետ, որին փապագում եք տեսնել, ու սրանից հետո այս գործողության միջոցով իմ մահի, հարության եւ Սուրբ Հոգու այցելության համբարձման այս ամեն ինչի միջոցով ավելի խորապես պետք է վստահացած լինեք, որ ես եւ Հայրը մի ենք, ով տեսավ ինձ, տեսավ Հորը։ Ու 9 համարներն էլ հենց այդ երկխոսության մասին է, Փիլիպոսը գսե Հայրը Հորը ցույց տուր մեզ, ու դա բավական է մեզ, համարում է բավական, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե Սուրբ Հոգին մարդու սիրտն ու միտքը չբացե, եթե անգամ երկնքից Աստվածային ամենամեծ հայտնությունը լինի, մարդը կրկին չի հավատալու։ Դա միշտ իմացեք։ Ու Փիլիպոսը կխնդրե օրա ցույց տուր մեզ, դիք բավական է մեզի։ Իրանք կփապագեն Հորը տեսին անմիջականորեն։ Ու Հիսուսին պատասխանը շատ նշանակալից է։ Այսքան ժամանակ ցեզ հետ եմ, այսքան ժամանակ ցեզ հետ կելեմ։ Ուսի հստակ կարդացել է քրիստոնեական հավատամքի հիմնարար ուսմունքներից մեկը, Հիսուսի ու Հոր միասնականությունը։ Ուստի եթե լսեք որևիցե մի հատ վարտապետություն, որտեղ կսեն օրա Հայրը ու Որդին տարբեր են բնությամբ, միանշանակ խուսափեք նրանց վարտապետությունից։ Հիսուսը կբացատրի, որ ինքը Հոր հետ այնքան սերտ է կապված, որ ով կտեսնի Հիսուսին, անմիջապես կտեսնի Հորը։ Սա վերաբերվում է քրիստոնեական Սուրբ Երրորդության վարտապետությանը, որտեղ Հայրը Որդին Սուրբ Հոգին կներկայացվեն որպես մեկ Աստված 3 անձերում։ Հիսուսը փաստացիորեն կսե, որ աշակերտները արդեն տեսել են Աստծուն, եթե կուզեք Աստծուն տեսնիք, ժողովուրդ ջան, մի փնտրեք երկնային տեսիլքներ, մի փնտրեք որևիցե մի հատ հրաշքներ, բժշկություններ կամ եսիմինչեր, նայեք Հիսուս Քրիստոսի էությանը, ու սա, որ մենք Աստծուն կարանք տեսնենք, մի կերպով է արտահայտվում Հիսուս Քրիստոսի մարմնացումը երկրի վրա։ Իրա խոսքերը, գործերը, իրա ներկայությունը, ամեն ինչը կբացահայտե հենց այդ բնույթով, որ Հիսուս Աստված է։ Հիսուսը այո զարմանքով նայեց։ Սա որա սկան ժամանակ ցեզ հետ եմ ընձի չճանչծակ։ 3 տարի մտերմություններ ինձ չճանչծակ։ Հովանես այս ամբողջ գրքի մեջ կպնդե, որ Հիսուս են խոստացված Մեսիան է, նաև Հիսուսի աստվածությունը ավելի շատ առաջ կքաշե։ Հիսուսը կպնդե որա իր գալը Աստծո ամենակատարյալ հայտնությունն է մարդկությանը։ Ինքը ոչ թե մենակ կներկայացնե Աստծուն։ Ոմանք կսեն Հիսուսն Աստծո ներկայացուցիչն է, լսել եք այդպես բան։ Դե քան որ ինքը եկել էր, ինքը կենել են ամեն ինչ, ինչ որ Աստված կսեր, կատարյալ կհնազանդվեր, ու մարդիկ կտեսնեին ինչ, չէ։ Հիսուսը անմիջապես ոչ թե մենակ այսպես ասած կներկայացնե Աստծուն, այլ ինքը հենց կհանդիսանա Աստծո ներկայությունը։ Կարաք մեկ բառով այդ ներկայությունը նկարագրեք։ Մեկ բառով, Աստվածաշնչում գրված, որը կապացուցե, որ Աստված բառից բուն իմաստով մարդկային հասարակության մեջ մարմնացյալ Հիսուս Քրիստոսն է։ Մեկ բառ, Հիսուսի անվանումներից մեկը, Էմանուել, Աստված մեր մարդկային հասարակության մեջ։ Սա ունի աստվածաբանական նշանակություն, հիմնարար հասկացողությունն է, հիմնարար վարտապետությունն է մեր եկեղեցու։ Ցույց կտա Հերն ու Որդին առանձին անձեր են, միավորված են ու իրանցից
որևիցե մեկի արդայդությունը տեսնելով տեսնում ենք մյուսին։ Երբ որ Հայր Աստծո զորությունն ենք տեսնում Հիսուս Քրիստոսի միջոցով, տեսնում ենք համ Հորը, համ Որդուն։ Երբ որ Հիսուսին ենք տեսնում, ամբողջությամբ տեսնում ենք Հայր Աստծուն։ Եվ այս խոսքերը նաև մեզ ինչ կտան։ Քրիստոնյաներիս համար ինչ կտան։ Հավատքի վստահություն։ Հավատքի վստահություն, որ ամեն հրահանգ, ամեն խոստում, ինչը առել ենք Հիսուս Քրիստոսից, առել ենք անմիջապես Աստծուց։ Որբեսի այսօր այս պատգամը ամփոփենք, հաջորդ շաբաթ եւս չանդրադառնանք, որովհետեւ երևի թե որոշակի պարզ է, չէ՞։ Պարզ է իրապես։ Հիմա պիտի անդրադառնանք մի քանի համարների, որբեսի ավելի լիարժեք կերպով հասկանանք այդ ինչպես է, որ Հիսուս լիարժեք կերպով մարմնացյալ եւ հայտնված Աստված է։ Հովանու 1:1-3 եւ 14 սկզբում էր բանը, բանն Աստծու մոտ էր եւ բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր, ամեն ինչ նրանով եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ եւ բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակեց։ Բանն էլ Աստված էր, հիշեք։ Այստեղ Հովանեսը ուղղագիորեն կնշե, որ Հիսուսն Աստված էր, որը մարմին առավ ու դարձավ մարդ։ Ինչի համար։ Հիմա հասնելու ենք դրան, ելի միայն համարներ ընտրցելով, մի քանի համար են տամենը։ Կողոսացիների 1, 15-ից 17 եւ 19։ Նա աներևույթ Աստծո պատկերն է, ամբողջ արարչագործության բոլոր ստեղծվածներից առաջ ծնված բնագրային կոնտեքստում, երբ որ սա ամբողջ արարչագործության անդրանիկա, այսինքն արարչագործությունից մեծ է ինքը, այդ իմաստով, բայց բնագրերում բոլոր ստեղծվածներից առաջ ծնված, դեռ ստեղծվածները չկային, Հիսուս Քրիստոս արդեն ծնված էր։ Երբ որ հավիտենության մեջ Հայրը անընդհատս է այսօր քեզ ծնեցի, միշտ է ճիշտ է, որովհետև Հիսուսի ծնունդը մարդկային ծնունդի պես չէ, որ մի ժամանակ ինքը չէր եղել, միամիտ սկսեց գոյություն ունենալ։ Հիսուս հավիտենական եղել է, ինքը հավիտենական արարիչն է, Տերն է, Աստվածն է, եւ հիմա նայեք, ասում է, նա աներևույթ Աստծո պատկերն է, հիշում եք Հիսուսն ինչ էր, ներկայացուցիչ Աստծո, այսինքն անձնական մակարդակով, ոչ թե ուղղակի լոկ ուղարկված, հրեշտակ կամ եւ այլ եւ այլ։ Նա աներևույթ Աստծո պատկերն է, բոլոր արարածներից առաջ ծնված, որովհետեւ նրանով ստեղծվեցին, նա ինքը ծնված է հորեությունից, այսինքն կուզես է, սա փոխհարաբերության, սա Տիտղոսի առումով է ասում։ Նայեք, որովհետեւ նրանով ստեղծվեցին, այսինքն ինքը հոր էությունից է, բայց նրանով ստեղծվեցին, ինչպես նրանով ստեղծվեց, եթե տանք ելից գլուխ, Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրա, մենակ ջուր էին, հիշում եք, ինքը կնախապատրաստի արարչագործությունը, Սուրբ Երրորդության մեջ արդեն արարչագործության միտքը կա, գաղափար լոգոս նշանակում է նաև միտք, եւ նաև նշանակում է գործ, եւ Հիսուս գործում է, հասկացաք, Սուրբ Երրորդության գաղափարախոսությունը է ստեղծել գաղափարի մեջ, հետո ասում է, նրան ստեղծվեց ամեն ինչ, ինչ որ երկնքում է, ինչ որ երկրի վրա են, ամեն ինչ նրանով եւ նրա համար, եթե օրինակ ինքը Աստված չներխի, պիտի ամեն ինչ նրա համար ստեղծվեր, որովհետեւ Հայրը հաճեց նրանում բնակվի ողջ լիությունը, ինչ է նշանակում ողջ լիությունը, այսինքն Աստված ցավ չէ, այս մեր բանը դու կարաս անես, ես չես կարող անես։ Ասում են նրանում, մարմնում այսինքն։ Ինքը Հիսուս Քրիստոս դառավ, երբ որ մարդ եղավ։ Նրանում, այդ Հիսուս Քրիստոս մարդում բնակված է Աստվածության ամբողջ լեցունությունը։ Այսինքն չկար մի բան, հետևաբար Աստված սուտ կլիներ, երբ որ ահին կդակարանում ասեց, որ ես իմ փառքը ոչ մեկի չեմ տա։ Եթե Հիսուս Աստված չլիներ, Աստված ինքն իրեն հակասած կլիներ, հասկացաք։ Այսինքն, երբ որ ասում է նրանում էր բնակված Աստվածության ամբողջ լեցունությունը, սա իր մեջ ներառում է այս գաղափարախոսությունը, որ հենց Հիսուսի մեջ էլ մենք կարանք տեսնենք Աստծո ամբողջ լեցունությունը։ Հասկացաք։ Պողոսը կնկարագրի Հիսուսին որպես Աստծո լիության մարմնացում։
մարմնացյալ Աստծո ամբողջ լեցունությունն ու փառքը։ Պողոսացի 2:9, որտեղ նրանում է բնակված աստվածության ողջ լիությունը մարմնապես։ Պողոսացիների 1-ում խոսում է, Պողոսացիների 2:9-ում նորից կրկնում է այդ գաղափարի մասին։ Ու այս համարով էլի կսեմ կհաստատե որ Հիսուսի մեջ էր Աստծո ամբողջ էությունը։ Եբրայեցիների 1:3 նա նրա փառքի ճառագայթումն է, ում փառքի Աստծո, եւ նրա էության ճշգրիտ պատկերը եւ ամեն ինչ պահում է իր զորության խոսքով։ Ով է պահում ամեն ինչ զորության խոսքով։ Զորության խոսքն ումն է նույնն է։ Այստեղ կնկարագրվի Հիսուս Աստծո էության արտահայտումը կատարյալ։ Ֆիլիպպեցի 2:5-7 Այս միտքն ունեք ձեր մեջ, որ կա նաև Քրիստոս Հիսուսի մեջ։ Նա Աստծո կերպարանքի մեջ լինելով Աստծո կերպարանքով կամ հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, այդ ոնց ինքը մարտեր ու հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը։ Հիմա օրինակ դուք կարաք ասեք որ ես Աստված եմ։ Բայց ինքը կարող չէ, այսինքն ինքը դիք հափշտակություն չէր համարել Աստծո փառքի կամ անվան։ Գողություն չէր համարել, չէ՞, դա ինձ վերագրի մի բան, որը ես չեմ։ Ասե հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը։ Այլ իրեն ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ, մարդկանց նման դառնալով, այստեղ կշեշտե Պողոս նոր Հիսուսը կամավոր կերպով դարձավ մարդ, բայց ինքը շարունակում էր արտացոլել աստվածային էությունը։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, նայեք, ինքը մարդ կդառնա, մեզի կբերի Աստծուն, ու իր մարդ եղելության մեջ մեզի կտանի դեպի խորը։ Հասկնաք ինչ գեղեցիկ կապ է։ Ինքը դառնալով մարդ մեզ ամբողջական հասանելի կդարձնի Հայր Աստծո բնությունը, էությունն ու զորությունը։ Ու եղնելով մարդ, որ ամեն բաներով անցավ, այսօր դու իրանց ես սոված եմ, ինքը քեզի կհասկանա, որտեվ ինքն էլ է սոված եղել։ Եթե իրանց ես ցավ ունի, ինքը քեզի կհասկանա, որտեվ ինքն է ցավ ունի։ Երբ որ այսօր իրանց ես որ այս կտարապի, ինքը քեզից պետար է տարապե։ Ինքն էլ մարդ տարապ մեր մարդկային ամեն ինչը Հայր Աստծուն ներկայացնելու համար։ Ինչ գեղեցիկ է, չէ՞։ Հովանու 10:30 Ես եւ Հայրը մեկ ենք։ Հոր ու որդու միասնականությունը ցույց կտա։ Հովանես 20:28 Թովմասը պատասխանեց եւ ասեց նրան. Իմ Տեր եւ իմ Աստված։ Ի վերջո Հիսուսի հարությունից հետո որ այս զավիցներն ամեն ինչ ճանցել են, Թովմասն էլ չի հավատա։ Հիսուս կուկա, ինչ կենե։ Կկանգնի Թովմասի առաջ, կսարի մի հատ մեխերի տեղերն են մատը դիոր հավատաց Թովմասը կսե իմ Տեր եւ իմ Աստված։ Ու Հիսուս չի ասի, ես ինչ ասեցի, ստոպ։ Ոնց ես քո Տեր ու Աստվածը չեմ։ Հիսուս կնդունեդիկ։ Թովմասի խոստովանությունը ցույց կտար Հիսուսը Տեր է ու Աստված է, Հիսուսի պնդումն է։ Հիսուսի ուսման գլուխ գործոցն է։ Տիտոս 2:13 Սպասելով այն երանելի հույսին, որ մեր մեծ Աստծո եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը։ Պողոսն այստեղ Հիսուսին կանվանում է մեր մեծ Աստված ու Փրկիչ։ Մեր մեծ Աստված ու Փրկիչ, ով է մեծ Աստվածը։ Հիսուս։ Հովանու 8:8-ն է կարտանք։ Հիսուսն ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, նախքան Աբրահամի լինելը ես եմ։ Այստեղ հղում է Ելից 3:14-ից որտեղ Աստված սկսե ես եմ բառը, որովհետև երբ որ Հիսուսը դեռ սկսե նախքան Աբրահամի լինելը ես եմ, նույն հայա Յահվե գաղափարախոսությունները սկսե մինչև Աբրահամի լինելը ես եմ Յահվե։ Եսայիա 9:6 որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, իշխանությունը կլինի նրա ուսերին, նա կլինի սկանչելի, խորհրդական, հզոր Աստված հավիտենականության հայր։ Մեսիական մարգարեությունների նախատեսումն էր։ Ու այդ ամեն ինչը կնախատեսեր, որ ծնված երեխան հզոր Աստվածն է։ Հավիտենականության հայրն է, մեկն ով որ ստեղծել է հավիտենականությունը, ինքը հավիտենականություն գաղափարից է բերել։ Դե հիմա կնկրնակ հասկացեք Հիսուսին։ Կարակ մենք հավիտենականությունից բարձր ուրիշ գաղափար գիտենք, բայց Հիսուս սա հավիտենականության հայրն է։ Մեկն ով ստեղծել է հավիտենականությունը։ Իսկ երբ որ կսենք հավիտենական Աստված, դի ուղղակի մեր ուղեղը դուրից վերև չի հասկանա։ Բայց հավիտենության մեջ ամեն օր բացահայտելու ենք դա։ Այս համարները միասին ձևավորում են Աստվածաշնչի հիմքերը։
քրիստոնեական հավատքի ու սմունքի համար։ Հիսուսը պարզապես Աստծո ներկայացուցիչը կամ մարգարե չէր, այլ իրական առումով Աստծո մարմնացումներ, իրական առումով Աստծո մարգարեություններ, Աստված մարդու մարմնում։ Եվ այսքան ժամանակ 2000 տարիներ, որ կքարոզվի Հիսուս Քրիստոս, կքարոզվի Աստված։ Այսքան ժամանակ, որ ինքը մեզի հետ է, մենք պետք է վստահաբար ճանաչենք ու ասենք. այո, Հիսուս Քրիստոսի միջոցով մենք տեսանք Հորը։ Հիսուսի միջոցով մենք տեսանք Հորը։ Լիարժեք, ինչքան որ մեզի հասանելի է, ինչքան որ մեր ուղեղը կարա ըմբռնե։ Փառք Աստծու այս ամեն ինչի համար։ Սա մեր հավատքի ողնաշարն է, որ երբևիցե Աստծո, եռամեկ Աստծո որևիցե անձի մեջ բարձր կամ ցածր խավեր չանենք։ Հիշում եք, չէ, երբ որ այն բանի մասին խոսեցինք, որ Հիսուս բժշկել էր։ Պատգամների մեկի ժամանակ Հիսուսն արեց մի բան, որը երբևիցե որևիցե մարդ արարած չէր եղել։ Ինքը կբժշկե ի ծնե անտամալույցի, ինքը կենե մի քայլ, մի օրում, որի իշխանությունը մենակ ինքն ունի շաբաթ օրը, ինքը կգործեր ամեն տեսակի կերպերով, ինքը կգործեր ամեն տեսակի հրաշքներով, ամեն տեսակի ողորմություններով, 18000 հոգու չափ մարդկանց հացով ու երկուսով կերակրեցին հացով։ Մեր օրերում էլ Քրիստոսի գործելավոճը չի փոխվի այն իմաստով, որ այսօրվա օրով էլ Հիսուս նույն խնամակալությունն ունի իր եկեղեցու, իր ժողովրդի հանդեպ։ Մինչև օրս մեր եկեղեցում է քիչ բաներ չի եղել Տերը, ձեր կյանքերում է քիչ բաներ չի եղել։ Հուսամ չենք մնացել Թոմասի ու Փիլիպոսի մակարդակի վրա, այդ ժամանակվա մակարդակի, հետագայում իրանք նահատակվեցին Հիսուսի անվան համար։ Այլ ունենք արդեն են պարզ գաղափարախոսություն են, պարզ գիտակցություն նոր, այո, Հիսուս Աստված է։ Մենք մեծ ու փոքր չենք ենելու աստվածային անձերի էությունների միջև, այլ մենք լիարժեք կերպով որպես եկեղեցի պետք է հավատանք։ Որևիցե կերպով թույլ չտաք, որ ձեր կյանքերում, ձեր անձերի մեջ կասկածանք մտնի Հիսուսի աստվածության վերաբերյալ։ Որևիցե կերպով կասկածանք մտնի Հիսուսի խոսքերի աստվածային հեղինակության վրա։ Թող Տերը իմաստություն տու, օրհնե, գիտեմ, որ արդեն բավականին ժամանակ է այս թեմայից խոսում ենք։ Հաջորդ շաբաթ կշարունակենք այս գաղափարը, այս միտքը արդեն նույն աշակերտների հետ եղած զրույցի հաջորդ հատվածը կքննենք մանրամասն։ Այստեղ նպատակը մեկն է, Հովանու ավետարանը, երբ որ մենք սկսեցինք, Հովանու ավետարանը հիմնականում տալիս է Հիսուսի մասին նմանատիպ նկարագիր, որ ինքը հենց կսկսվի Հիսուսի աստվածությունից ու մեսիա լինելու գաղափարախոսությունից։ Հովանու ավետարանը հիմնականում Հիսուսին կբացահայտե թե որպես մարդ, թե որպես մեսիա, թե որպես Աստված, թե որպես թագավոր։ Հովանու ավետարանը ինքն իր մեջ կներառի Հիսուսի անձի վերաբերյալ ամեն դետալ ու մանրուք։ Բայց երբ որ արդեն կանդրադառնանք ես կուքանք հասնենք Հիսուսի վերջին զրույցը, սրանից հետո Հիսուս էլ չնստավ աշակերտների հետ զրույցեց։ Վերջի զրույցին, որ Հիսուս բովանդակություն կտա։ Հիսուս մինչև օրս մեզի կսե։ Ձեզի համար խաչված մեկը, ձեզի համար հայտնված մեկը, լոք ինչ որ մի հատ մարգարե չէր, Աստված էր։ Ուստի հաստատուն մնացեք Հիսուսի աստվածության գաղափարի վրա։ Ձեր ամեն ինչը, ձեր Աստված ճանաչողությունը, ձեր Քրիստոսաճանաչողությունը կառուցեք Հիսուս Քրիստոսի անձի վրա։ Բացելով ծննդոց գիրկը, մինչև հայտնության գիրկը կենտրոնական անձը Հիսուսն է։
Փորձեք Աստվածաշունչ կարդալուց մանկակ այդ կենտրոնական անձին ամեն բանի մեջ։ Փորձեք ավելին ճանաչեք Հիսուսին, որովհետև եկեղեցի ջան, ինչքան կճանաչեք Հիսուսին, այդքան շատ կճանաչեք Հորը։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Աստված իրեն հայտնեց որդու միջոցով, որդին էլ ճանապարհ դառավ մեզի համար դեպի Հորը։ Թող Տերը օրհնի ամեն մեկիդ։ Եկեք աղոթենք, ոտքի կանգնենք ու վերջացնենք, մի քանի կարևոր հայտարարություն կենեմ ու վերջ։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք քո մեծ ողորմության համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեզ մանուկներից բացահայտում ես այն ճշմարտությունը, որ աշխարհի գիտունների, գիտակների համար փակ է։ Շնորհակալ ենք այս պարզ ճշմարտությունների համար, Տեր, որ սա ոչ թե ուղղակի լոկ որպես գիր եւ գիտական մագարտակի հասկացանք, այլ նաեւ ընդունեցինք որպես մեր կյանքերի սկզբունք, եւ շնորհակալ ենք, որ դու բացեցիր այս ճշմարտությունը մեր առաջ, որ մենք հասկանայինք, որ Տեր դու ես օրեգար մեզի համար խաչվեցիր։ Շնորհակալ ենք, որ Տեր Աստված այդ զոհը կատարել ես, շնորհակալ ենք, որ մեզի իմաստություն ես տվել, որ դիք հասկանանք։ Ու մենք գիտենք, որ առանց քու հպման մենք չենք կարող երթանք դեպի քու որդին, Տեր Աստված։ Ուստի այն մարդիկ էր, ովքեր մինչև օրս քեզի չեն ճանաչել կամ Տեր Աստված ինչ-ինչ արումներով Տեր, դեռ չեն լսել խոսքդ, քու խոսքդ Տեր, քեզի ճանաչելու այդ հնարավորությունը իրանց էլ տաս։ Կխնդրեմ, որ եկեղեցի տամուր պայես օրհնես այս հաջորդ շաբաթվա ծրագրերը, հանդիպումներն ու ամեն ինչի միջոցով նորից դու փառավորվես Հայրը, Որդին ու Սուրբ Ոգին, միակ ճշմարիտ Աստվածը։ Ամեն։